Վերադարձանք գովազդից եւ ինձ մի հարց է հետաքրքրում։ Արդյոք մարդիկ հաշվել են, թե օրվա մեջ քանի անգամ են սուտ խոսում։ Օրինակ, հոգեբանները հավատացնում են, որ ցանկացած մարդ մեկ օրում 200 անգամ սուտ է խոսում։ Ապացուցված է, որ տղամարդիկ առավել շատ են ստում, քան կանայք, հատկապես դատարկ բաներում։ Ու գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան մարդը կրթված է, այնքան ավելի շատ է սուտ խոսում։ Դե բարձրագույն կրթությունը մարդկանց տալիս է անհրաժեշտ բառապաշարը եւ վստահությունը, դրա համար սուտ խոսելը դառնում է ավելի հեշտ եւ ասված ստերն էլ ավելի իրական են թվում։ Մենք այսօր ունենք եզակի հնարավորություն իմանալ ստի մասին շատ բաներ։ Մեր տաղավարում է պրոֆայլեր Դանիել Ջանգիրյանը։ Բարի լույս։ Բարի։ Այսօր առավոտյան արդեն հանրահայտ կարծես թե Բիսմարկի խոսքերը հիշել ենք, նայր չէ՞ պնդում, որ երբեք մարդիկ այդքան չեն շտում, ինչքան որ որսից հետո, պատերազմի ժամանակ եւ ընտրություններից առաջ։ Ճիշտ է։ Հիմա եկեք հասկանանք, ինչ են մարդիկ ստում առհասարակ եւ ինչ կապ ունի սա նաեւ էվոլյուցիայի հետ։ Սիրով, նախ մինչև հարցին ասելը ձեր ասացի հետ կապված, ինձ թվում է տղամարդիկ ինչու են ավելի շատ ստում, երևի թե նրանք ուղղակի ստիպված են շատ հաճախոսել, հա, կանանց, դրա համար երևի թե շատ են ստում։ Դա եթե կանանց նկատված, օրինակ եթե տղամարդիկ տղամարդկանց հետ մնում են, լավ, դա էլ պարզ է, տղամարդիկ տղամարդկանց են ավելի շատ ստում, թե կանանց։ Ստում են ցանկացած այ հենց այդ ձեր ասած արդեն որպես թվարկել, շարունակենք գոյությունը պաշտպանելու համար, հա, մարդիկ ստում են, որպեսզի կարողանան հասնեն ինչ-որ բարձունքների, ստում են միջոցներից օգտվելու, ստում են որոշ աշխատանքի հասնելու, այսինքն առհասարակ այսպես ասենք, ինչ-որ տարբեր նպատակներ են դնում եւ չի բացառում, որ այդ նպատակներին հասնելու համար նրանք ստիպված են լինում ինչ-որտեղ նաեւ ստել։ Անգամ կենթանիներն են ստում, որ այսպես հիշենք, ստում են կենթանիներ, այսինքն ձևացնելով սատկած, ձևացնելով, ուրեմն, այսինքն այսպես ասած, նմանվելով ծառի կոճղակին, նմանվելով օվկիանոսի հատակին, հա, որպեսզի որս անեն, էլի այդպես գոյությունը ապահովելու համար։ Դա էլ է սուտ համարվում։ Դա էլ է սուտ համարվում։ Այդ սուտը կարծես թե հասկանալ է, իսկ աննպատակ սուտ էլ է լինում։ Աննպատակ, հա, լինում են մարդիկ, ովքեր որ ուղղակի հաճույք են ստանում սուտ խոսելուց։ Լավ հիշում եմ փոքր տարիներին տենց մենք փոքր հասակում երեխեքով որ հավաքվում ենք մեր շրջապատում մի տղա կար ով ում անունը դրել ենք բան Մյունխհաուզեն հիշեք ֆիլմ կար չէ որ այդ Մյունխհաուզեն ենք դրել որտեղ հորինում էր ինքը ուղղակի իսկ կա նաև ստի մի տեսակ որ կոչվում է ինքնախաբեություն այսինքն ստի դասակարգման մեջ դա չի մտնում շատ դեպքերում բայց մարդիկ հենց լինում են ինքնախաբեության մեջ էլի Եվ դրանից կարծես թե շատ մեծ ստեր են հետո հետագայում։ Ահա, իրականում հա, եթե մարդը հավատում է այն ինչին։ Ճիշտ է։ Ինքը չի ուզում տեսնի իրականը։ Փաստորեն պարտադիր չէ, որ միայն գիտակցված ստեն մարդիկ կարող է ինքնաբերաբար ստացվի այդպես, որ ստեն խոսում։ Այդպես էլ կարող է լինել, օրինակ նոր ինչ մտապայեցի Մարտվենը ասում էր սուտը լինում է 3 տեսակի առաջինը սուտ, երկրորդը լկտի սուտ եւ երրորդը վիճակագրություն։ Հիմա գանք դրան թե ովքեր ինչ նպատակի համար են ստում։ Սուտը խոսում են բոլորը անխտիր, ինչպես ասացիք օրվա մեջ մինչև 200 իհարկե դա հարաբերական է, ինչ որ մեկի մոտ կարող ավել է լինի, ինչ որ մեկի մոտ պակաս։ Սակայն սուտը հենց առաջի հանդիպման ժամանակ, երբ որ նոր են մարդիկ ծանոթանում իրար հետ, այդ ընթացքում 10 րոպեվա ընթացքում այդ շատ հնարավոր է որ մոտ մի 15-20 անգամ մարդիկ սուտ խոսեն, որովհետև իրենք ցանկանում են դիմացինի աչքերում երևալ այնպիսին, ինչպիսին հենց դիմացինը կցանկանա նրան տեսնել։ Այսինքն ավելի ուժեղ, ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի ոչ։ Իսկ որոնք են տարածված ժեստերը, որոնք կարող են բացահայտել ստը։ Ժեստերը, գիտեք, ոնց այսպեսի sense մի բան կա, ոչ միայն ժեստերը, այլ նաև իհարկե ժեստերը նաև օգնում են։ Այս այդ պատասխանից առաջ հոգոց արեցի, հա, այսինքն sense ոնց որ հավաքեցի մտքերը ասելու համար։ Տեսեք, սուտը բացահայտելու համար կան թե ժեստերը, թե ուրեմն խոսելու ձևը եւ ինչպես է մարդը մոտենում, ինչպիսի պայլաձևի ռեակցիաներ կան դրա հետ կապված։ Սուտը ինչ է, սուտը ինքնին ստրես է, ճիշտ է օրգանիզմի համար։ Եվ դա մի այլ կարգի դրսևորվում է մարմնի վրա, հատկապես նաև ուրեմն դեմքի վրա։ Ու նաև պահելաձևային կա, անգամ այդ ձեր ասած շարժումներով, ես հիմա փորձեմ օրինակներ բերեմ, տեսեք,
այսպեսի մի բան ռեակցիաներից առաջինը ուրեմն սառչեր, երկրորդը փախչելն է եւ երրորդը հարվածել, այսինքն երբ որ մարդ ուզում է ինչ որ մի հարցի պատասխանել, սակայն ինքը չի ուզում անկեղծ լինել, մի բա սառում է, այսպես ասած, ոնց է կոմպյուտերը բայտակ կախում, ինչ է, նույն մարդը այդպես sense ուղակի դեմքը կարող է այսպես սառի, մտածի։ Դա չի նշանակում նա ինչ կասի, դա ուրեմն սուտ կլինի, բայց այն, որ ինքը մտածում է պատասխանելուց առաջ, ուրեմն այդտեղ կարելի է շատ ուշադիր գտնվել եւս լրացուցիչ հարցեր տալու համար, հասկանալ ճիշտ է թե չէ։ Նման դեպքերում Այսինքն եթե միանգամից է պատասխանում, չի ստում ըստ էության։ Այո, ցանկացած հարց, օրինակ, երբեք մենք չենք մտածի, երբ որ մեզ ինչ որ մեկը հասնի անունդ, ազգանունդ, կամ որտեղ ես ապրում, ինչ մեքենա ես քշում։ Եթե իհարկե լրտես չես։ Կա իհարկե, հա։ Հաջորդը ուրեմն դա փախուստն է, փախուստի համար տեսեք, եթե ես իմ դիրքը հիմա փոխվի, եթե ինչ որ հարց եք տվել, որ ես չեմ ուզում դրան պատասխանեմ կամ խուսափում եմ դրանից, ոտքերս հետ կարող եմ քաշեմ, մարմնով հետ գնամ։ Այսինքն ու նաև միաժամանակ արյունը գնում է դեպի ոտքեր, որ պատրաստ է մարդ փախնելու։ Դրա համար մեկ ասում է, երբ որ ահա դու կարմերեցիր, դեմքդ կարմերեց, ու դու սուտ ես խոսում, իրականում այդպես չի, սուտ խոսացող, լուրջ սուտ ասող մարդու մոտ այո, սպիտակում է դեմքը, սփռտնում է արյուն, իջնում է ոտքեր, պատրաստ փախուստի։ Իսկ ինչ վերաբերում է հարվածիրը ճիշտ հակառակ, մարմնով առաջ ես գալիս ոտքերով, փորձում ես որքան հնարավոր է շատ տարածություն զբաղեցնել, մատով, ձեռքով, հա, այսպես սկսում ես հարցին պատասխան տալու փոխարեն հարցին հարցով, ագրեսիվ ձևով, դրանք ամբողջը պաշտպանական ռեակցիաներ են։ Դա մեր դինոզավրներից դեռ եկած ուղեղի մեջ դրված էմոցիաներն են եւ ռեակցիաներն են։ Որի համար ասում եմ ռիպտիլոիդների մոզն է պատասխան տալիս։ Դրա մասին է խոսքը։ Փաստորեն մենք դեռ չենք մոռացել մեր անցյալը, որտեղ միլիոնավոր տարիներ են, իսկ այսպես ասած հոմո սապիենսի պատմությունը շատ ավելի կարճ է եւ մեր ուղեղը, որը որ պետք է կարծես թե պաշտպանողական լինի ավելի կամ ավելի լավ թաքցնել, դեռ չի հասցնում նրանց հետևից։ Շատ ճիշտ ասացիք, ձեր ասածը շարունակեմ, հենց նաեւ ասում են սուտը օգնել է էվոլյուցիայի համար, այսինքն մարդու զարգացման համար, էլի։ Ճիշտ է, ու հա, գրողներից մեկի խոսքը հիշեցի, որ ասում է մարդը լինելով ամենասուտասան ստախոս էակը միաժամանակ ամենաճշտմարտություն սիրողն է։ Այսինքն ոչ մեկս չենք սիրում, երբ մեզ ստում են, բայց մենք ինքնից խաբում ենք։ Պարադոքս է դա, իսկապես բոլոր սուրբ գրքերում գրված է՝ մի ստիր, բայց առավոտվանց երեկոյան բոլորը ստում են։ Ինձ հետաքրքիր է այն հիմա մենք 2026 թվական նախընտրական շուտով ընտրություններ են, կարող եք տալ ինչ-որ խորհուրդներ, որ մենք օրինակ դիտելով հեռուստացույցով կամ հանդիպելով փողոցում այն մարդկանց, որոնք որ խոսելու են մեր երկրի ապագայի մասին, ընտրությունների մասին, հասկանանք ստում են նրանք, չեն ստում, այդ ամեն ինչ որ դուք ներկայացրեցիք, ես շատ վառ պատկերացնում եւ տեսնում եմ հիմա, որ իսկապես շատ դեպքերում մարդիկ սառում են հարցին պատասխանելու, շատ դեպքերում հետ են գնում, շատ դեպքերում սկսում են շատ ակտիվ ագրեսիվ ժեստիկուլյացիա, այսինքն դա խոսում է նրա մասին, որ մարդիկ մեզ անդադար ստում են։ Այսպիսի մի բան ասում են ինչպես հասկանալ քաղաքական գործիչը ստում է թե ոչ։ Ո ասում է դա շատ պարզ է, պարզից էլ պարզ, նա շուտերը շարժվում են։ Այսինքն հիմա հարցը պարզ է, բայց բարդ պատասխան ինչ առումով, որ դա ուղղակի անխուսափելի է։ Դա այդպես է եւ վերջ։ Քաղաքական գործիչների մոտ կա այսպիսի խոսելու ձև, որին ասում են խույս են տալիս ինչ որ հարցերից, ընդհանրացված խոսք, այսինքն հստակ հարցին հստակ պատասխան չկա, ուղղակի ընդհանրապես պետք է լինել ուշադիր, այլ բան չկա այստեղ։ Ուշադիր լինել ձեր ասած ժեստերը ոնց որ կիսատ մնաց, հա, բայց մեկ ամբողջական ժեստերով դիտել, հասկանալ մարդուն, օրինակ կպավ քթին, դա սուտ խոսալու նշաններից է, բայց դա չի կարելի կպավ քթին։ Կարող քորա գալիս, հա, կամ ասենք բերանը փակեց խոսելուց, ուղղակի դա պետք է ամբողջացնել, թե նա խոսքը, թե նա շարժու ձևը, անգամ շնչելու ձևին է պետք ուշադրություն դարձնել, անգամ թարթելու աստիճանի արագությանն է պետք։ Իսկ այդ ամբողջը մեծ էներգիա է բավականին պահանջում, ընդհանրապես պետք է ուշադիր լինել հարցին կա հստակ պատասխան թե չկա։ Օրինակ ես վերջի ժամանակներ էլի սկսել եմ նայել
հարց ու պատասխանները բավական ժամանակ չեմ նայում, որովհետև անկեղծ հոգնեցնում է, որովհետև բան չի փոխվում, ու ես էլի նկատում եմ, որ մեր լրագրողները ճիշտ է, գեղեցիկ հարցադրումը տալիս են, հա, հետաքրքիր հարցը տալիս են, բայց նրանք հետևողական չեն լինում պատասխանից հետոին ինչ է կատարում, այսինքն պատասխանից հետո հասկանում ես, որ շատ բան լղոզված էր, օրինակ, բայց կարելի է եւս հարցը ուղղել, հա, շատ լավ է, լսեցինք, բայց այսա, ինչպես կասեք, սա ինչպես է։ Ու գրեթե 99% մեր լրագրողների իրանք հետևողական չեն իրենց տված հարցին։ Եթե մենք այդ հետևողական լինենք ու ֆիքսենք ով ինչ է ասում, շատ հեշտ է, այդ արդեն շատ հեշտ կարելի է, բայց ու շատ մի կարևոր բան կա, թե ինչպիսի մենք վերաբերմունք ունենք հարց տվողին եւ հարց պատասխանողին։ Դա էլ է շատ կարևոր, որովհետեւ եթե ես ունեմ սիմպաթիաներ ինչ որ մեկի հանդեպ եւ անսիմպաթիա ինչ որ մյուսի հանդեպ, ինչ էլ ասի, հա, արդեն իմ համար իր ասածը կլինի օրենք։ Եվ ոչ եկը մտածենք ստում է թե չի ստում, անգամ հասկանալով որ ստում է։ Այո։ Ինքնախապեյությունն է այստեղ, էլի արդեն։ Իսկ չեն կարող ավելի պրոֆեսիոնալ ստել, այսպես էմոցիաները թաքցնել եւ ժեստերը թաքցնել ու դիմացինը չհասկանա, որ իրենք ստում են։ Եթե վերցնենք, որ ամբողջ զրույցի ընթացքում միանշանակ ասեմ, որ ոչ, անհնարին է։ Անհնարին է կառավարել ամբողջ մարմինը, անհնարին է կառավարել միմիկան, հա, անկախ ամեն ինչից մարմինը ճիշտը խոսում է, մարմինը միշտ ճիշտն է ասում։ Եթե մենք կարողանանք դեմքի միմիկան պահենք, եթե կարողանանք ժեստիկուլյացիան, ձեռքերը պահենք, օրինակ, հա, սենց բռնենք, դնենք գրպանը, հա, դա հնարավոր ընդհանրապես մոտակա մի քանի առաջի րոպեների ընթացքում։ Եթե մեր մոտ անգամ դա ստացվեց, մենք չենք կարողանալու կառավարենք ոտքերը։ Ինչ որ միտեղ, հա, ինչ որ միտեղից դուրս է գալու։ Ես լավ հիշում եմ մեր տրեյնինգները, որ անում ենք, վերցրել ենք օրինակ Տրամպի եւ Պուտինի հանդիպումը, այնտեղ ուրեմն Պուտինը սենց ոտքերով անընդհատ ոտքի թաթերով խաղացնում էր։ Այսինքն, բայց իր դեմքի վրա դու դա չէիր տեսնի, ձեռքերի ափերից չէիր տեսնի, բայց ոտքերի վրա դա դուրս էր գալիս։ Այսինքն, ինչ որ մի բան է այնտեղ տեղի ունենում, որը դուրս չի գալիս Ռուսաստանի նախագահին։ Եկեք թողենք հանգիստ նախագահներին, վարչապետներին եւ պատգամավորներին, իրենց հետ ամեն ինչ պարզ է եւ կարծես թե վերջակետ է դրված այդ հարցում։ Դա եկեք խոսենք շատ սովորական եւ պարզ բաների մասին, որոնք որ իրականում շատ կարեւոր են եւ անհասկանալի։ Ծնող երեխա հարաբերություններում, երբ որ դու հասկանում ես, որ երեխան ստում է, ինչ է պետք անել, եւ արդյոք գոյություն ունի սուտ հանուն բարիության, սուտ հանուն լավի եւ այլն։ Դե տեսեք, եթե հիմա մի փոքր միջև հարցին պատասխանելը, օրինակ եթե բժիշկը, որ գիտի, որ հիվանդը անբուժելի հիվանդությամբ է, հա, ուշ թե շուտ ժամանակի մեջ է, հա, բնականաբար ինքը եթե ասի, ամեն մեկը չի, որ կարող է ընդունել դա եւ հանգիստ ապրել մնացած իրան տրված ժամանակահատվածը։ Դա համար ես մտածում եմ երևի թե դա արդեն յուրաքանչյուր մարդու բժշկի մոտեցումն է։ Ինչ վերաբերում է այդ ձեր ասած լավ կամ վատ կամ ճիշտ ու սխալ հանուն արդարության, մենք հենց փոքրուց սովորում ենք ստել։ Ու մեր ծնողները չեն հասկանում, որ մեզ սովորեցնում են ստել։ Իրականում իրենք են սովորեցնում մեզ ստել, որովհետև երբ որ նրանք առաջի հերթին հենց երեխային պատժում են ինչ որ մի հատ ըստ ծնողի սխալ արարքի համար, հա, չէ՞ որ յուրաքանչյուր ընտանիքներում տարբեր մոտեցումներ կա, չէ՞, տարբեր վարքերի հետ կապված։ Ու այդ երեխան արդեն սկսում է սովորել ստել։ Ես երևի թե կմտածեի այսպես, որ լավ կլինի ուղղակի որքան հնարավոր է անկեղծ եւ ազատ լինել երեխայի հետ, բացատրել նրան պատժելու փոխարեն, հա, որ այսպես արարքը կարող է ունենալ այս կամ այն հետևանքները, որի արդյունքում դու չես շահի, օրինակ, հա, կախված իրավիճակից, ու հետագայում արդեն երեխան ենթադրվում է կլինի գա արդեն ավելի անկեղծ ոնց որ զրույցների ծնողների հետ ու կարելի է խուսափել հետագա այդ ստից։ Ես մտածում եմ դա երևի ամենաճիշտ տարբերակը կլինի։ Շատ հետաքրքիր թեմա է եւ երկար կարելի է խոսել սրա մասին, բայց փաստը մնում է փաստ, որ սուտը մեր կյանքի անբաժան մի մասն է։
Եկեք աշխատենք ավելի քիչ ստել, եկեք աշխատենք ինքներս մեզ չստել, եկեք աշխատենք ավելի ազնիվ լինել եւ կապ չունի դա ընտանիքի ներսում է, աշխատանքի վայրում է, թե չգիտեմ, պետություն կառավարելու ժամանակ է այդ սուտը կամ անկեղծությունը տեղի ունենում։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ուշադիր եղեք ել ավելի ձեր դիմացինի ժեստերին եւ հիշեք, որ մեր ռեպտիլուդային ուղեղը շատ ավելի ուժեղ է, քան մնացած ցավալի է, բայց փաստ է, բայց չէ դա։ Դե անխուսափելի է։ Անխուսափելի է, լավ։ Այո, բաներ կան, որոնց առջև մենք անձոր ենք, այսպես ասենք։ Մեր տաղավարում էր պրոֆայլեր Դանիել Ջահանգիրյանը, շնորհակալություն ձեզ զրույցի համար։ Իսկ մենք անցնելով առաջ լսենք երաժշտություն։ Չենք ստում, իսկապես երաժշտություն շանթի հետ։